Լույս առօրին շարունակում է ու բազմիցս նշել եմ, որ մեր գործի ամենաֆանտաստիկ պահերից մեկը այն է, որ մենք մշտապես ունենում ենք շփում եւ էներգիա փոխանակում ֆանտաստիկ մարդկանց հետ ու հենց նման մարդկանց այսօր հենց վաղ առավոտից արթնացրել բերել ենք մեր տաղավար։ Շնորհակալություն ձեզ, պես եք ասեմ ովքեր են նրանք։ Եվ այսպես Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի համարտադրության եւ ֆինանսավորման հարթակը Golden Apricot International Film Festival Pro Industry-ն անգլերենս տեսեք, դա ասում որ անգլերեն գիտեմ։ Ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին մեկտեղելով Արևմտյան Ասիայի եւ այլ երկրների նոր սերնդի կինոռեժիսորների համարձակ եւ հեռանկարային նախագծերը։ Այս տարվա Gaiv Pro-ի համարտադրության շուկան, որն իրականացվում է Դոկա Ջորջիայի հետ համագործակցությամբ ներառում է 17 ընտրված նախագիծ, դրանցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը post-production փուլում։ Ծրագրին մասնակցում են կինոգործիչներ եւ պրոդյուսերներ ավելի քան 14 երկրներից։ Այս ամենի մասին ավելի մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են ռեժիսոր, ժյուրի անդամ Իննա Սահակյան, բարի լույս, Gaiv Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրելյան, բարի լույս։ Բարի լույս առավոտ։ Շատ լավ ենք։ Շնորհակալություն այդ էներգիայի համար։ Դուք էլ եք առավոտվա 9-ից կեսա, դուք այսպես թարմ էներգիավլի, դուք քնել եք ուզում հասկանամ այս գիշեր։ 3 ժամ։ Այո, այս օրերին այդպես էլ անցնում են մի քանի ժամերի քնելու տարբերակով, բայց քանի որ մեզ էմոցիաները եւ էներգիան տալիս է հենց ծրագիրը, տալիս են մեր մասնակիցները, տալիս են մեր ժյուրի անդամները եւ մեր բոլոր հյուրերը, այդ էներգիայով այս օրերին եւ կարողանում ենք անցնել։ Շատ լավ։ Ոսկե ծիրան արդեն երկար ժամանակ է հրաժարվել այդ գլամուրային, այսպես ասած կարմիր գորգից եւ ամեն տարի ընտրվում է մի արվեստագետ, որը որ որոշում է տվյալ տարվա փառատոնի գորգի դիզայնը։ Ով է այս տարվա արվեստագետը։ Այս տարվա հետ կապված ուրեմն Իգոր Գուրովիչն է։ Այո, Իգոր Գուրովիչը այս տարի մեր նաեւ պաստառի հեղինակն է, որը տեսել եք, որը ունի շատ կարևոր այսպիսի գաղափար, որը Be a Poem, եղիր այդ պոեմը, ու երեք հենց բացմանն էլ գեղարվեստական ղեկավարը մեր փառատոնի Կարեն Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչն է գաղափարը հենց այդ թեմայի, որ կապելով այն նաև այս մի թեթև բարդ ժամանակների հետ ու որ անկախ նրանից թե ինչ է կատարվում նաև տարածաշրջանում, որը ուղիղ ձևով նաև կապված է մեր Gaiv Pro հարթակի հետ, որովհետև մենք մեր համարտադրության մարքեթի դեպքում աշխատում ենք հենց այս Ասիայի տարածքի երկրների հետ, որը բոլորս էլ գիտենք, որ մի քիչ հենց դառը, բայց ոչ այնպիսի ուրախ ամիսներ էր եղել հենց տարվա սկզբում ու կարևոր է որ նույնիսկ այդ պարագայում մեր մասնակիցներն էլ կարողացել են աշխատեն իրենց նախագծերի վրա, պատրաստեն, դիմեն ոչ այդպիսի բարվոք եւ մարդկային, նաեւ իրավիճակում, որովհետեւ արվեստը պիտի ապրի, արվեստը պիտի շարունակի լինել ու անկախ ամեն ինչից նույնիսկ այդ ամենաբարդ իրավիճակներում էլ հենց արվեստը եւ պոեզիան է, որ միգուցե բոլորիս նաև հիշեցնում է, որ պետք է ապրել, հա, կյանքը պետք է սիրել ու պետք է շարունակել ստեղծագործել անկախ ամեն ինչը։ Իսկ Հայաստանը այսօր որքանով է հետաքրքիր միջազգային համարտադրողների համար։ Հայաստանը շատ հետաքրքիր է, որովհետև թեև կարող ենք ասել, որ մենք ֆիլմարտադրության տեսանկյունից համեմատաբար եվրոպական մեծ ինդուստրիա ունեցող երկրների հետ փոքր ենք, բայց մենք ունենք տաղանդներ, մենք ունենք նաև թիմի աշխատակիցներ, որոնք կարող են մաս դառնալ ֆիլմի ստեղծման ընթացքում, խոսքը չի գնում հա միայն ռեժիսոր, պրոդյուսերների մասին, խոսքը գնում է ձայնային ռեժիսորների մասին, խոսքը գնում է անիմատորների մասին, խոսքը գնում է բոլորի մասին։ Եվ մենք ունենք շատ տաղանդավոր դերասաններ։ Ու այս բոլոր հարթակներով հասկանալով, երբ կա տաղանդը, երբ կա միջավայրը, երբ կա նաև ֆոնդի հնարավորությունը, ու նաև իհարկե մեր պրոդյուսերական դպրոցն էլ շատ կարևոր է, որովհետև հենց մեր պրոդյուսերներն էլ մանավանդ վերջին տարիներին կարողացել են թեև փոքր ֆինանսական միջոցներով, բայց հայ ֆիլմը եւ Հայաստանը, հայկական մշակույթը դուրս հանել ու ցույց տալ այդ մեծությունը, ցույց տալ յուրօրինակությունը, որը եւ հետաքրքրությունը էլ ավելի մեծացնում է։ Այստեղ ես հավելեմ մանավանդ վավերագրական ֆիլմերում, ես քանի որ ինքս վավերագրող եմ, հա,
Եվրոպան ունի այդպես կուր համակարգ, համարտադրության համակարգ, այդ մի քանի երկրներ միանում են լավ, այդպես ասած, ֆիլմին համատեղ ստեղծելու եւ ֆինանսավորելու եւ գեղարվեստական մասնակցություն ունենալու այդ ֆիլմի արտադրությանը, ստեղծագործական մասնակցություն, իրեն շատ հետաքրքիր են այս թեմաները, որովհետեւ շատ կոպիտ ասեմ, հա, իրենք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, բայց շատ հաճախ թեմատիկ իրենց մոտ այդքան հետաքրքիր թեմաները քիչ են, որտեվ կյանքը շատ ավելի այդպես պարզ է, կայացած է, իսկ մեր մոտ միշտ կան թեմաներ, որոնք որ սուր են, հետաքրքիր են, մարդկային պատմություններ եւ իրենք հենց հատուկ փնտրում են նաեւ, օրինակ ես Գայև Պրոս շատ լավ հնարավորություն է, որ իրենք կան, բայց անգամ երբ որ մենք մեր նախագծերը տանում ենք դուրս միջազգային, հա, համարտադրության ֆորումներ, իրենք այդպես շատ ուշադիր փնտրում են, գալիս են, ուզում են անպայման համատեղ արտադրեն, որտեվ այսպես մի տեսակ մեր մոտ տաղանդի ու թեմայի բանը կա, իսկ իրենց մոտ այդ ֆինանսական եւ բան հնարավորությունները, որ ուզում որ համատեղ արդեն դառնում են հետաքրքիր ստեղծագործություններ։ Բայց ինքը շատ հետաքրքիր ու բարդ հաճելի process է ստացվում, այսինքն տարբեր կուլտուրաներ, մշակույթների, տարբեր մտածելակերպների ու կրթվածության մարդիկ մի գաղափարի շուրջ են աշխատում, դա տարաձայնություններ միգուցե բերում է, բայց հաճելի տարաձայնություններ է բերում, որովհետեւ երբ որ ֆանտաստիկ մարդիկ մի բանի շուրջ աշխատում են իրար, դա թույն պրոյեկտ է ստացվում։ Դա նաև բերում է շատ կարևոր, երբ որ ամեն ստեղծագործող միայն իր ներքինից է արտադրում, դու վտանգ ունես հասկանալի չլինելու եւ չափից դուրս էմոցիոնալ լինելու քո թեմայի մեջ։ Իրենց մասնակցությունը ցենց թարմ աչք կա նաեւ կողքից, որ քո թեման շատ բաներ, օրինակ ֆիլմերում մեր համար շատ པարզ է, իրենց հետ նայում ենք, ասում են մենք չհասկացանք ստեղ ինչ տեղի ունեցավ, այսինքն մենք կարիք ունենք վերամոնտաժի, ուրիշ կերպ պատմելու, որովհետեւ դրսի հայացք ուրիշ ձև է նայում ֆիլմերին։ Այսինքն ինքը շատ ավելի կուր, իհարկե շատ բարդություններ ունի, բայց վերջում ֆիլմերը կարծում եմ շատ ավելի կուր եւ նաեւ այդ երկրներում արդեն դու ունենում ես ի սկզբանե դիստրիբյուցիա, իրանց հեռուստաընկերությունները, կինոթատրոնները եւ այլն, այսինքն դա ոչ միայն արտադրության process է, այլ նաեւ հետարտադրության ընթացքին նպաստող process է։ Եվ Գայև Պրոն այսօր այստեղ փառքաստո բերել է դա մեր տուն, այս արդեն քանի տարի է, ինչը շատ կարեւոր է, որտեւ միջև Գայև Պրոն, հա իհարկե առանձին ինչ որ բաներ լինում էին, բայց այդպես ստաբիլ ամեն տարվա հարթակ չկար, որ նաեւ լոկալ ստեղծագործողներ ունենան այդ դռները բացելու հնարավորություններ։ Work in progress ծրագրերը հաճախ որոշում են ֆիլմի կամ ֆիլմերի ճակատագրերը։ Կասեք ինչ նոր հնարավորություններ են դրանք բացում հեղինակների առաջ։ Ուրեմն նախ ասեմ, որ ունենք 5 նախագիծ մեր Work in progress ծրագրում այս պահի դրությամբ։ Ու work in progress ինչ է ասել է թե դա նշանակում է որ նախագիծը գտնվում է հետարտադրության փուլում որևէ մի շրջանում կարող է օրինակ արդեն մոնտաժը արել է կարող է ունի առաջին սևագիրը բայց դեռ շարունակում է վրան աշխատել կարող է գույնի եւ ձայնի վրա են արդեն աշխատում ինչու է կարևոր նաեւ ընթացքում գտնվող նախագծերի համար մասնակցել համարտադրության մշուկաներին որովհետև նրանք ստանում են հնարավորություն այդ առաջին սևագրերը ցույց տալու վաճառքի գործակալներին, որոնք հրավիրված են եւ գալիս են դիստրիբյուտորներին, փառատոներին, որոնք տեսնում են եւ արդեն ասում են օրինակ հետաքրքրված ենք, տեսնենք վերջին տարբերակը հենց ունենաք մեզ անպայման ուղարկեք տեսնում են երբեմն դեպքեր են նաև լինում, որ կան նաև համապրոդյուսերներ, որ այդ փուլից են միանում։ Top financing են ասում, վերջին գումարներն են կարողանում փակել եւ դու ամբողջացնում ես բյուջետ։ Օրինակ ասենք ձայնային լուծումները ավարտելու համար հերիք չէր գումարը, ինչ որ մի բան փոփոխվել է եւ համարտադրող է գալիս, ասում է ես դա կարողանում եմ ձեզ տրամադրել ու բարձում է որ երկիր ունի նոր ինքնություն նաեւ, հա, իսկ այս մի քանի երկիրներ եւ ավելանում է նաեւ 4-րդ երկրի օրինակ ինքնությունը ու դառնում է 4 երկրների միջև համարտադրություն։ Ու հենց դրա համար էլ ինքը կարևոր է ու օրինակ բերեմ, օրինակ անցած տարի մեզ մոտ Grand Prix-ին հաղթողը հենց work in progress նախագծերից մեկը Սալեհ Քաշեֆիի Wolfgang-ն էր, որ պատկերացնեք այդ ժամանակաշրջանն էլ է շատ կարևոր։ Ինքը հուլիսին այդ ընթացիկ վիճակում կարողացավ ներկայացնի ֆիլմը ինքը խնդիր ուներ նաև հետարտադրությունը ավարտելու, որը Grand Prix-ին հաղթելով կարողացավ անել ու նաև փառատոնի մյուս փառատոնների նաև հյուրերի հանդիպել եւ այլն եւ այս տարի փետրվարին արդեն իր ֆիլմը Ռոտերդամի փառատոնում էր օֆիցիալ սելեկցիայում, որը կարծում եմ շատ կարևոր օրինակ է նաև։ Ու այսպիսի օրինակներ շատ ունենք։
Ինձ գիտեք ինչ ավելի շատ գրավեց, ես հասկացա, որ արհեստական բանականությունը ի վերջո ամեն տեղ այսպես իր թաթերը գցել է եւ Գայֆպրոն տվել է հնարավորություն Altrek-ի ծրագրի մասնակիցներին է նաեւ ներկայացնելու։ Ինչու է անդրադարձ արհեստական բանականությանը եղել, ի վերջո մենք ընդունում ենք, որ շատ չնայած արհեստական բանականությունը ում ձեռքերում հայտնվում է, ինչպես հայտնվում է, հենց արդյունքն էլ արդեն կհասկանանք։ Ինչու անդրադարձ արհեստական բանականությանը։ Երկար մտածեցինք, խոսեցինք թիմով ու հասկացանք, որ հասել ենք ինչ-որ մի կետի, որ ասել ու չանդրադառնալ այդ թեմային ու այդ ուղղվածությանը արդեն անհնար է, որովհետև գլոբալ առումով բոլորը խոսում են հենց այդ թեմայից, ինչպես նաև հենց մեր ոլորտում համարյա բոլորը խոսում են այդ թեմայից։ Ու հասկացանք, որ կարևոր է կրթել մեր մասնագետներին, որպեսզի երբ որ այս փոփոխությունները գալիս են, նրանց տալ այն գործիքները, որոնք նրանք կարող են օգտագործել, որպեսզի հետ չմնան ամբողջ աշխարհից, բայց միևնույն ժամանակ սովորեցնենք իրենց ինչպես օգտագործել էթիկապես այդ գործիքները, որոնք կարող են, որպեսզի նրանք չխախտեն նույն ուրիշների գույքային իրավունքները, չխախտեն ուրիշների դիստրիբուցիոն տարածման իրավունքները ու այդ ամեն ինչը հասկանալով կարողանան օգտագործեն, որտեղ իրականությունն այն է, որ միջազգային տեսանկյունից չկա այդպիսի մի օրենք, որը հստակ ասում է, թե որն է, եթե AI-ով գեներացված է ինչ-որ մի աուդիովիզուալ կոնտենտ, ինչպես դրան պետք է մոտենալ, որ տեսանկյունից է ինքը համարվում ստեղծում, ստեղծագործություն, որ տեսանկյունից է ինքը ուղղակի գեներացիա։ Ամեն երկիր ունի իր տարբեր օրենքները, դեռ փորձում են, հետ ընկած են մի մասը, մյուսները ընդունում են ռեզոլյուցիա, բայց չեն ընդունում օրենք, բրդում են իրենց պարլամենտին, օրինակ Եվրոպական միության դեպքում, որ փորձում են բրդել, որպեսզի կոմիսիան ընդունի ռեզոլյուցիան դարձնի օրենք ու մեզ համար կարևոր է, որ մեր մասնագետներին սովորեցնենք ինչպես իրենք էթիկապես օգտագործեն եւ մեր պրոդյուսերներին էլ, մեր կազմակերպության ղեկավարներին էլ սովորեցնենք, որ իրենք էլ մաքսիմում էքսպլուատացիայի չենթարկեն մյուս ստեղծագործներին, չվերցնեն ուրիշների դիզայները տան արհեստական բանականությանը, գեներացնի մի բան ու ասեն, որ վերջ, ուրեմն գործը արված է, մենք ու չհարգեն, հա, նույն ասենք այդ հեղինակային իրավունքները այն մարդկանցում գործերը, որ տվել են գեներացիայի համար եւ այսպես շարունակ։ Այսինքն մի քանի կողմով փորձում ենք այդ գործանել եւ սովորեցնել եւ նաեւ սովորեցնել ինչպես է, ոչ միայն ինչպես է գործիքային տեսանկյունից, այլ ավելի նաեւ արդարության եւ ազնվության տեսանկյունից։ Հարցիս ուղղամ ձեզ։ Այսօր կինոն միայն արվեստ չէ, այլ մշակութային դիվանագիտության գործիք։ Որքանով է Հայաստանը այսօր կարողանում խոսել այդ լեզվով աշխարհի հետ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս։ Վավերագրական ֆիլմերում նամանավանդ ես կարծում եմ մենք հաջողում ենք, բայց պիտի նշեմ, որ հաջողում ենք նաև անհատների եւ այդ անկախ ստուդիաների տեսակետից, ինչը շատ լավ է, բայց նաև կինոկենտրոնի կինոյի հիմնադրամի փոխվել է անունը, աջակցությունը շատ կարևոր է այդ ընթացքում եւ փառատոնների ներկայությունը ես օրինակ կարող եմ նշել մի քանի ֆիլմեր, որոնք կարծում եմ շատ մեծ հաջողություն ունեցան ու շատ մեծ անդրադարձ նաեւ եղավ դրանից հետո տարածաշրջանին, օրինակ Շողակաթ Վարդանյանի 1489, նույն իմ Ավրորայի լուսաբացը եւ այդպես բազում վավերագրության մեջ շատ են ֆիլմերը, Տամարա Ստեփանյանի հայկական ուրվականները եւ այդպես նաեւ ասենք գեղարվեստական ֆիլմ, օրինակ այն փաստը, որ Տամարա Ստեփանյանի ֆիլմը, որ երեք բացեց Ոսկե ծիրանը, բացել էր նաև Լոկառնոյի փառատոնը, արդեն ինքնին sense մեծ կետ էր կինոյի աշխարհում դեպի Հայաստան ուղղված։ Եվ իհարկե շատ կարևոր է, որ մենք հասկանանք այն թեմաների կարևորությունը, որը որ մենք պիտի անենք, այսինքն չխուսափենք բարդ ու ծանր թեմաներից, որովհետև դա այն գործիքն է, որով ամբողջ աշխարհն է լսում խոցաբի մասին, բայց նաև անգլերեն շատ լավ խոսք է, ես միշտ հայերենը չեմ գտնում impact, այսինքն մանավանդ վավերագրական ֆիլմը ունենում է շատ կարևոր impact, որը մի անգամ
միանգամվա ցուցադրումներով չի սահմանափակվում։ Ինքը անցնում է փառատոնային, հեռուստատեսային կյանք, հետո կրթական համակարգերում համալսարաններն են գնում, հատուկ ծրագրեր են լինում ֆիլմերի շուրջ, ասենք նոր Ավրորայի շուրջ, Ավրորան 100 փառատոն ա եղել, բայց հիմա մոտ 50 կրթական մեծ համալսարաններ վերցրել են ֆիլմը եւ իր շուրջ ունեն նաեւ կրթական ծրագրեր, հենց ուղղված, ասենք առաջին համաշխարհայինին, հայոց ցեղասպանությանը եւ այլն։ Եվ կարծում եմ, որ դրա վրա շեշտադրելը եւ ոչ միայն կոմերցիոն կինոյին ուշադրություն դարձնելը մի քիչ հիմա այդպիսի տենդենց կա, դրա համար եմ դա շեշտում, պիտի նաեւ լինի կարեւոր պետական ծրագիր այսօր։ Դες վստահ եմ, որ առաջիկամ ձեր կողմից թողարկվի մի կարևոր դոկումենտալ ֆիլմ, որի մասին կարծում եմ կհյուրընկալենք ձեզ եւ կխոսենք այդ ամենի մասին, բայց հիմա կրկին անդրադառնալու փառատոնին, այս տարի Գայֆրոն մեծ քանակությամբ հայտեր է ստացել Արամյանի ասայից ու կապ հարկացություն հանձնաժողով անկախ, որը որոշում է, այսինքն շատ բարդ պարտականություն է իրենց ուսերին ստացնած անդամներից մեկը, եթե չեմ սխալվում, հենց դուք եք ինը, ժյուրի անդամ։ Ժյուրի ընտրող հանձնաժողով չէ։ Ինչպես է անցել, ինչպես է կարգը, հա, ընտրության։ Ունեցել ենք 250-ից ավելի դիմորդներ, ամեն տարի մեր ընտրող հանձնաժողովը փոփոխվում է եւ պարտադիր պայման է մեզ համար եւ ընտրությունը այնպես ենք անում, որ չլինի, հա, որ այդ կարդացողները լրիվ նույն մասնագիտության տեր մարդիկ են։ Այսինքն մեզ համար կարևոր է, որ տարբեր տեսանկյուններից նայեն, լինի պրոդյուսեր, լինի փառատոնի ներկայացուցիչ, լինի երաժիշտ այս տարի մանրուֆն է, չէ՞։ Այո, ես հիմա խոսեմ ընտրող հանձնաժողովի մասին, որտեղ իրենք տարբեր են։ Ընտրող ասելը, որ օգնում են մեզ ընտրել այն ընտրանին, որը կլինի հենց Գայֆ Պրոյի մաս, այդ 17 նախագծերը, որից հետո արդեն ժյուրին ընտրելու է հաղթողներին։ Այս տարի ունեինք հանձնաժողովում ֆոնդի ներկայացուցիչ միջազգային, ունեինք հանձնաժողովում ինդուստրիայի ներկայացուցիչ, փառատոնների ներկայացուցիչ եւ ֆիլմաստեղծներ ու այնպես ենք անում, որ մեր հյուրերը, նաև որոնք որ կկարդան նախագծերը, լինեն մարդիկ, որոնք նաև մեծ դեր ունեն միջազգային մեծ ընդհանուր ֆոնդերում, որպեսզի արդեն երբ որ նրանք նախագծերը գիտեն, հետագայում, երբ որ այդ նախագծերը նույնիսկ արդեն կսկսեն դիմել միջազգային մեծ ֆոնդերին, որոնք շատ մրցակցային են, իրենք կհիշվեն, որովհետև կարդացողները արդեն իսկ կարդացել են ու ծանոթ են։ Ներողություն, Մալուֆ, այսինքն ժյուրի կազմում։ Ինքը ժյուրիում է, այո։ Իսկ ֆիլմերի ժյուրիում է, ոչ Գայֆ Պրոյի, ոչ Գայֆ Պրո հարթակի, բայց ֆիլմերի ժյուրիում է, այո։ Հասկացա։ Այո, Սիմոն Աբգարյանն էլ հրավիրված է, կստացի գիտես։ Այո, ինքը ունենալու է մեր ռանդևուներից մեկը հենց իր հետ է, վաղը ժամը 3-ին, խնդրեմ, մուտքը բաց է ՀԲՄ-ում երկրորդ հարկ։ Երկրում չեմ լինելու, բայց Կարենը երևի կտա։ Ես հարցել ունեմ։ Մուտքը բաց է, այսպիսով նաև հանդիսատեսի մեր հետաքրքրվածներ կան, կարող են միանալ։ Այո, ցավոք սրտի թերևս վերջին հարցը, եթե երիտասարդ կինոռեժիսորները ցանկանում են հայտնվել այս ֆանտաստիկ իրադարձությունների կիզակենտրոնում, 3 կարևոր խորհուրդ տվեք նրանց։ Զարգացնել ու աշխատել իրենց նախագծի վրա, աշխատել շատ, չվախենալ դիմելուց, որովհետև ու չվախենալ մերժումներից։ Նայեք, այդ բանը շատ կարևոր կետ է, որովհետև բոլորին թվում է, թե ես, ասենք, անում եմ ֆիլմից հետո բան sense միջազգային, sense իմ առաջ բոլոր դռները բաց են։ Ամեն ֆիլմ նախագծի վրա ես ունեմ երևի մի 50 մերժում տարբեր ֆոնդերից եւ հենց հիմա մի շատ կարևոր նախագիծ, որի վրա աշխատում եմ, մի քանի օր առաջ էլ 2 մերժում եկավ, այ որ ասած ձգում ենք, սխվում ենք ատամները ու ասում ենք, օքեյ, հաջորդ ուրիշ ֆոնդին կդիմեմ եւ այս, այսինքն չվախենալ ոչ մի մերժումից, որտեղ բանավանդ երիտասարդների մոտ այդ խնդիրը կա։ 1-2 մերժումից հետո վերջ իմ նախագիծը ոչ մեկին պետք չի եւ այլն։ Հավատալ, աշխատել, չվախենալ մերժումներից եւ նաեւ վերջում կարևորը չվախենալ ներկայացնելուց, որտեվ այդ խնդիրն էլ կա, որտեվ նման հարթակներում մարդիկ հաճախ վախենում են մասնակցել, որտեվ օ ես պիտի կանգնեմ հանձնաժողովի առաջ ներկայացնեմ պրոյեկտս, ես կսխալվեմ, իմ անգլերենը լավ չի, իմ լեզուն լավ չի։ Համարձակ եղեք։
համարձակ եղեք եւ հավատացեք ձեր նախագծերին, այդ իմ Երեշալի է։ Ինչ վստահ եմ, դուք էլ հասկացաք, որ 15 րոպե այս ամենի մասին խոսելը պարզապես ոչինչ է, ես հուսով եմ փառատոնի ընթացքում կամ ավարտից հետո կրկին ձեզ կհյուրընկալենք, փորձենք ել ավելի լրանացով շփվել, շնորհակալ ենք շատ։ Ես մի փոքր հավելում անեմ, եթե կարելի է իմ ֆիլմը գայվ ոչ թե պրոյում, այլ հենց փառատոնում Բարս մեդիայի ֆիլմը հեղինակած իմ եւ Ռուբեն Ղազարյանի կողմից մրցույթային ծրագրում է, այնպես որ հուսով եմ, որ հանդիսատեսը նաեւ կնայի այդ ֆիլմը։ Շնորհակալ ենք շատ, մեր հյուրերն են ռեժիսոր, ժյուրի անդամ Մինան Սահակյան եւ Գայվ պրոյի ղեկավար Նարե Լեոնետ Գաբրիելյանը։ Իսկ մենք քիչ չանց կտեղափոխվենք Պարարվեստ, ովքեր են մեր հյուրերը կիմանաք վարքյաններ անց մնացեք մեզ հետ։